YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ գրող քաղաքական վերլուծաբան Հակոբ Նալբանդի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Նալբանդ։ Ազո բարի Նարեկ ջան։ Պարոն Նալբանդ, արդեն երրորդ օրն է հարևան Թուրքիայում իրավիճակը պայթունավտանգ է, Ստամբուլում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց, ի աջակցություն Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուու, նրան հիշեցնեմ, որ ձերբակալել են։ Դուք խնդրեմ հակիրճ ներկայացնեք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքապետը ձերբակալվել։ Այո, ասմեգը իսկական մեզ գուշ է, որ ժողովրդավարությունը ինչպիսի կարևոր արժեք է երկրի գայունության համար։ Երկիրները միան բանակներով չէ, որ գայուն կդառնան, այլ իրենց ինստիտուցիոնալ ժողովրդավար համակարգներով։ Իսկ Թուրքիա միան անունով ժողովրդավար է, Թուրքիայի մեջ կդրեն իսկական դեսպոտական ռեժիմ, այնտեղ արդարացվածության, գործադիրի եւ օրենսդիրի սահմանները իրար անցած են, բոլոր լիազորությունները հավաքված են մեկ անձի շուրջ, որ անունն է Ռեջեփ Թայիփ Էրդողան, եւ այս բոլորը սկսավ 2018 թվականի, երբ որ Թուրքիայի մեջ սահմանությունը փոփոխության ենթարկվեցավ եւ Թուրքիան դարձավ պարլամենտար երկիրը անցում կատարեց դեպի նախագահականի, այնտեղ վերացավ վարչապետի ինստիտուտը, նախարարներ նշանակովի եղան, պարլամենտը իր ֆունկցիաները դադարեցուց կատարել է, ցեղական պարլամենտ կա Թուրքիայի մեջ եւ ինչ որ եղավ Էրդողան դարձավ սուպեր նախագահ, բոլոր Թուրքիայի լիազորությունները իր ցերկ հավաքեց, այսինքն ամեն ինչ իր երկու շրջաններում հետ սեղմված է։ Իսկ ինչ կմնա Իմամօղլուի, մենք լավ գիտենք Իմամօղլուն ժողովրդական հանրապետական կուսակցության տեխնատությունը մի դիտներ ժողովրդական հանրապետական կուսակցություն իմիջայլոց գիրագյուր ժողովրդական հանրապետական կուսակցությունը շատ ժողովրդական քայլ մնավ եւ նախնական ընդդրությամբ իր տեխնազուն մի դինդրե նախագահական, որը միակ ամենամեծ տեխնազուն Էկրեմ Իմամօղլու է։ Իսկ Էրդողան իսկապես կվախնա Էկրեմ Իմամօղլուին, որովհետեւ Էկրեմ Իմամօղլու 4 անգամ հաղթած է արդեն Էրդողանին Ստամբուլի մեջ քաղաքապետական ընդդրություններու ժամանակ։ Այսինքն ինքը ոչ թե կմրցեր տեխնազուներու հետ, առաջին տեխնազուն Բինալի Իլդարամն էր 2018-ին, որ 2 անգամ հաղթեց, իսկ երկրորդ տեխնազուն անցյալ տարի Մուրադ Յակինն է, որ հիմա Թուրքիայի էկոլոգիայի նախարարն է, անորը հաղթեց, բայց խորքի մեջ ինքը Էրդողանը կմրցեր Էրդողան եւ Իմամօղլուի մրցակցություն կա, որովհետեւ Էրդողան շատ լավ գիտե, ինքը նախկին քաղաքապետ էր Ստամբուլի 90-ականներու ժամանակ, շատ լավ գիտե, Թուրքիայի մեջ չկրված օրենք է, այդ քաղաքապետը, որ Ստամբուլի մեջ ինքը լավ կդրսևորեն, բաման ինքը գտարնա նախագահ։ Անշուշտ Էրդողան լավ չդրսևորեց ինքը բասպաստերը ցույց կտան, ուղղակի Էրդողան պրոժեի արդյունքն է, որ հասավ նախագահական աթորի։ Փանկրվանները մենք գիտենք, ինչպես 2002 մինչև անգայուն կառավարություններ կային, էկոնոմիկ ճգնաժամ էր, ինչ որ ուժեր ուզեցին Էրդողանի նման մեկը դառնա Թուրքիայի նախագահ, որ իրենց աբակայի մեջ միջին արևելքի մեջ իրենց ծրագրեր առաջ մղեն։ Հիմա դուք քիչարացիք Ստամբուլի մեջ, Նարեկ ջան, ոչ միայն Ստամբուլի մեջ, այլ Թուրքիայի բոլոր քաղաքներու մեջ մեծ ցույցեր են։ Ես կգարտեմ այս ցույցերը աջելով պիտի աճվին եւ Գեզիի 2013-ի մենք գիշենք ինչպիսի իրավիճակ էր Թուրքիայի մեջ։ Նույն Տևի Գեզիի ցույցերը գերտայ ավելի մեծ մասշտաբներով, որովհետեւ այստեղ ժողովրդավարությունը եւ մարդիկ քաղաքապետ ընդրած են եւ ինքը ընդրելու իրավունք մարդու ցերկեն գառնեն։ Շատ ծանր է։ Հիմա տեսեք, ես կգարձեմ, որ 3 հարկաշատ ալիքները մեկում մեջ ես հարցազրույցեր ավիրված էի, այստեղ միտքը հայտնեցի։ Թուրքական ընդդիմություն հաջող Էրդողանը գնմանցնե Պուտինին։ Ես անդեղ ասի, որ ինչ որ Էրդողանը Տրամփի քալուստով խանդավառվեցավ։ Իսկ այդ մենք այսօր լսեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներու արտաքին գործերու նախարարության խոսնագի Սպիտակդան խոսնագի արտահայտությունները, ես ոչ թե գարձեմ որ խանդավառվել է, ուղղակի գարձեմ Ամերիկան ուղղակի մադունի ասացի մեջ, որովհետև Ամերիկայի մեջ երկիրը, որ ամենափոքր ասպիսի խախտումներու ժամանակ շատ մեծ ռեակցիա կուտա, սավ Թուրքիայի ներքին գործն է, արտադրական process կա, այսինքն խուսափողական բաներ դվա։ Ես այդտեղ իսկապես հիշեցի Պակիստանի վարչապետի հերացումը կահեն, այսինքն իշխանությունեն Իմրան Խանի։ Իմրան Խանը, գիտեք, նշանավոր շատ պոպուլիստ նախագահ էր, ինքը հոկեյիստ էր, եւ այդ ժամանակ որ ինքը նախագահ ընդրվեցավ, սկսավ հերալան Ամերիկային։ Գիտեք, Ամերիկա-Պակիստան գաբերը շատ պատմական են, անդեղը Հիմա Էրդողանը ինչից է վախեցած։
որովհետև բոլոր սոց հասումները ցույց կտան, որ Էկրեմ Իմամօղլուն առաջ է ընդդրություններու ժամանակ Էրդողանին դավալելու է, այսինքն 60-65% են ցայները Էրդողանը ուղղակի դնդեսական ճգնաժամի ժամանակ հալած է Էրդողանի, ռեսուրսը հալած է Էրդողանի։ Անոր համար է որ Էրդողան ամեն ջիկ իքորդ գտնե որ չգրնա։ Ես հիմա դեսեք Թուրքիայի սահմանադրության մեջ հստակ 101-րդ գեդը կա։ 101-րդ գեդով նախագահի ստանդարտները ճշտված են։ Նախագահը պետք է բարձրակուն դիպլոմ ունենա եւ երկրորդը Թուրքիայի նախագահը գրնա երկու անգամ իշխել, այսինքն նախագահական պաշտոնը կատարել։ Մենք գիտենք երեք ցերպակալեցին, իսկ մեկ օր առաջ Էկրեմ Իմամօղլուի բարձրակուն դիպլոմը բլոկեցին։ Ադիգար հարցը, իմիջիայլոց Էրդողանը դիպլոմ չունի, բարձրակուն դիպլոմ չունի։ Իսկ հիմա դեսեք թուրքական իշխանամետ մեդիան 101-րդ հոդվածին նշում դնե, գսե որ շատ հնարավոր է կոմպրոմիսի երթան, ինչ որ ստանդարտ իջեցնեն, այսինքն պայման չէ որ նախագահ ընդրվելու համար բարձրակուն դիպլոմի տուն դեր դառնաս, երևի զիջումներ մտնեն որ հավասարին պայքար մղեն եւ Էրդողան արդեն երրորդ անգամ մի դառնա նախագահ, իրավունք չունի սահմանադրական։ Էրդողան փորձեց ցերկ երգարել քյուրդական գուսակցություններում, որոնք 55 կամ 56 մանդատ ունին սահմանի խորհրդարանի մեջ, մենք իշենք օջարանի նամակը բան գուզեինք 360 պատգամավորի TV հասնի, որ սահմանադրության մեջ փոփոխություն կատարի։ Իսկ մենք տեսանք որ քյուրդական գուսակցությունը այդքան խնդավարված չէ, որ երրորդ անգամ Էրդողանին նախագահ դարձնեն։ Այսինքն Էրդողան իսկապես ճգնաժամի մեջ է, գիտե որ եթե իշխանությանն հերանա մեծ թադեր գա երարջը, շատ մեծ թադեր եւ իր գուսակցությունը հալելու է եւ ինքը ամեն ջիկ իքորդ գտնե արտարադատությունը իբր զենք կօգտագործե իր ինտիմատիվներուն դեմ բանդերում մեջ լեցված են։ Մենք չմոռանանք Ստամբուլի ոչ թե քաղաքապետը, նախապես քանի ամիս առաջ 4000-ն համայնքապետեր Ստամբուլի, Բեյքոզի, Բեշիկտաշի, Ումրանիայի դարբեր շրջաններու համայնքներու, որ 39 համայնք ունի Ստամբուլ, բանդերն են արդեն։ Այսինքն Էրդողանի վախը շատ մեծ է եւ իր գուսակցության ռեսուրսներն արգահալին եւ մենք չմոռանանք երեք այս կարևոր այս իրադարձությունն էր Ստամբուլի ֆոնդային բորսան շատ մեծ անգամ արձանագրեց 7%-անոց ըստ CNBC ալիքի գսի որ 7 միլիարդ դոլար երկ եղել է Թուրքիային ներդրողներու իսկ Bloomberg-ը 7 միլիարդ չէ 12 միլիարդի կհասնի հիմա տեսեք AKP-ի մեջ այսինքն իշխող ուժի մեջ մեծ փախում կա մարդիկ արդեն ցանցրացել են նույնիսկ աջը իսկական ինքը Էրդողանը իր բահվածքով իր դիկտատորական գաշարագերական իր երևույթով արդեն իսկապես AKP-ի մեջ գարձեք թե շատ բան չունի հիմա AKP-ն հետ Էրդողանյան ինչ որ ֆիգուր կփնտրե իսկ այդ ֆիգուրը արդեն գա Հական Ֆիդանի մասին շատ մեծ խոսակցություններ կան անոր համար է որ հիմա շատ մեծ լարվածություն կա Էրդողանի եւ Հական Ֆիդանի միջեւ եւ մենք չմոռնանք շուտով Թուրքիայի մեջ նախարարական նոր կաբինետ պիտի ձևավորվի ես կգասկածեմ որ Հական Ֆիդան իր արտաքին գործերու նախարարի պորտֆելը կբահի կգարձեմ որ հերացնելու է որովհետեւ իսկապես իր մրցակիցը Հական Ֆիդանը Էրդողանին Տեսեք, հիմա այս զարգացումները նախ ինչ բացասական հետևանքներ են ունեցել Թուրքիայի վրա, թե ներքին առումով, թե արտաքին առումով։ Ներքին առումով արդեն է դնդեսական արդեն ճգնաժամ էր Թուրքիայի մեջ եւ օդար ներդրողները գփախին, բայց տեսեք, 3 շաբաթ առաջ էր անգլիական մեծ ընկերության ներկայացուցիչները Թուրքիայի կան, չդան գանոնով որ չրեկլամենք եւ գուզեին ներդրում ունեին Թուրքիայի մեջ եւ հանդիպեցան նախագահ Էրդողանի հետ եւ հանդիպում են վերջ հայտարարություն կատարեց Ջիոն ղեկավարը ընկերության ասա որ մենք երբեք Թուրքիայի մեջ $1 1 ժնեն ստերլինի չենք ներդնելու որովհետեւ նախագահ Էրդողանը ասա որ ծեր բոլոր կորձերուն երաշխիքը ես եմ այսինքն ֆինանսները այդպիսի միջավայրներ չեն փնտրել ֆինանսները երբ որ պիտի ներդրումը լանդե հստակ սահմանված օրենք պիտի լա օրենքով պաշտպանված պիտի լան թափանցիկություն պիտի լա իսկ Էրդողան երբ կսե ծեր երաշխավորը ես եմ եթե դու այսօր այս գաս վաղը չի գաս ամենամեծ վնասը Թուրքիայի տնտեսական առաջինը Թուրքիայի իմաժի վրա շատ աստեց քիչ առաջ Եվրո խորհրդարանը շատ գոշտ հայտարարություն տարածեց շատ գոշտ բայց քանի որ անգամ է արդեն գիտեք Սալահեդին Դեմիրտաշը պատմել քյուրդական գուսակցության համանախագահը Özgür բանը
Zafer Partiyi haqtanak Qusaqcan ղեկավարը պանդն է տեսեք Թուրքիան հասկանալու համար նարեկջան մենք պետք է լավ հասկանանք ինչ կգադարվի ասկային ջագադի վրա ես աստեղը նկատի ունեմ ասկային ջագադը սիրով մենք ասարցով խոսած են ինչքան գիշեմ Բևլետ Բախջելիին երբ 1980-ին հեղաշրջում դեր ունեցավ Թուրքիայի մեջ բոլոր այդ ժամանակվա ղեկավարները պանդերն էին Ալպաստան Թուրքիեը որ իր հոգևոր հերն է ասկային շարժման ղեկավարն է պանդն էր Սուլեյման Դեմիրել Էջևիտ իսկ Դևլետ Բախջելին պանդ չմնաց հիմա գսի որ ըստ որոշակի սբրդումներու հետախուզական ինքը մեհեպեն այսինքն ասկային ջագադը CIA-ի տրված կն է այդտեղ բանի մեջ Թուրքիայի մեջ եւ մենք չմոռանանք Հական Ֆիդանը մենք գիտենք որ նախապես միթի ղեկավարն էր իսկ Հական Ֆիդանը առաջ կար Սենտրալ Աթաս Սագուն անունով ղեկավարը որ երկար տարիներ թուրքական հետախուզական ծառայություններու ղեկավարն էր եւ գսի որ հիմնական որը շատ սերտ գաբեր ունի CIA-ի հետ եւ գսի որ իսկական ղեկավարը ասկային ջագադի Սենտրալ Աթաս Սագունն է դեսեք փաստը այդ է որ Թուրքիայի մեջ ասկային գուսակցություններն արդեն երրորդ գուսակցությունը դուրս եկավ մենք չմոռանանք լավ партին ասկային գուսակցություններն դուրս եկավ Zafer партին ասկային գուսակցություններն դուրս եկավ այսինքն գիտեք Ամերիկայի Միացյալ Նահանգներու համար շատ կարևոր է ասկային ճիղը Թուրքիայի մեջ չզարթնի անոր համար միշտ կոնտրոլի տակ կբահեն եւ ժողովրդը հանրային գուսակցությունը մենք չկարողանանք գսելու հրամեցեք վտանգված է Էրդողանի իշխանությունը թե ոչ Եթե ասպես շարունակվի վտանգվելու է կվտանգվի եւ ես համոզված եմ որ ընդդիմությունը ոչ մեկ ձևով կոմպրոմիսի չի երթալու քիչ առաջ որսի 101-րդ հոդված ոչ մեկ ձևով կոմպրոմիսի չի երթալու եւ քյուրդական գուսակցությունը որս գասկածով գնայ ասկանի մորը օջարային նամակի մեջ արդեն այսօր երեք այսօր սկալի է որ շատ իրենց դիրքորոշում գոչտացուցին այսօր թուրքական խորհրդարանի մեջ շատ մեծ վիճապանություն տեղի ունեցավ եւ քյուրդերը իսկական ընդդիմության գող կեցան արդեն 16 ընդդիմատիր գուսակցություններ մեկ բլոկ հիմնեցին բոլորը Էկրեմ Իմամօղլիի յետևն են իսկ ինչ կմնա փողոցային խժրդումներ ես կգարձեմ որ այդտեղ չի հասնի որով Թուրքիայի մեջ հատկապես ջեհեպեն խոհեմ ընդդիմությունը ճուզեր արյուն հոսի իրենց իրավունքներ իրավական հարցերում մեջ պիտի փնտրեն դատական process-ները սկսած են այսինքն խորքի մեջ բոլորը զրբարդություն են իսկապես կվախնա Էրդողանը իր աթորը գործընկերներն են եւ Մեր տեսանկյունից ինչ տարբերություն Թուրքիայի նախագահ Էրդողանն է թե Իմամօղլուն Ես ասեմ ձեր տեսեք Իմամօղլիի նախ Էրդողանը անգախադեսելի է իսկ Էրդողանի գորուստը հիմնական ամենամեծ վնասողներն մեկը Ադրբեջանը լալու է ես հիմա գուկամ աթարցին իսկ մենք չմոռանանք երբ ժողովրդի հանրապետության գուսակցության նախորդ ղեկավարը Քեմալ Քլիչդարօղլուն Բեկին Լոնդոն երկաթգծի մասին գխոսել ինքը կարդես ցույց տվավ իսկ այդ կարդեսը այդ ճանապարհը կհադեր Ադրբեջանը ուկար Իրանեն գմտներ թեպի Հայաստան եւ թեպի Եվրոպա միշտ երբ որ Էրդողան ամենացորդ օրեն զենք կմատակարար Ադրբեջանի ժողովրդի հանրապետության ցուցակությունը միշտ թեմեր միշտ գսե գսկուշացնել որ ասես չի կարելի բալանսը խախտել վտանգավոր դրություն կստեղծվի հարավային Կովկասի մեջ եւ այդ վտանգավոր դրությունը ստեղծվեցավ Իհարկե Ամերիկան աստեղը դեսեք 5-շաբթի օրը շատ կարևոր բան դեղի ունեցավ երբ Ամերիկայի հատուկ բանակնաց Ստիվ Ուիտկոֆը Մոսկվայեն գիշերը ժամը 2-ին τρեցավ դեպի Բաքու այսինքն աս խառը օրերու մեջ ինչ կորձունի Բաքվի մեջ օրինակ ինքը Կատար գնաց Սաուդի Արաբիա գնաց Իսրայել գնաց մենք դեսեք հիմա հիմնական Ադրբեջանի անշուշտ մեծ ծերնդու է որ ավելի ժողովրդական ուժեր կան Թուրքիայի մեջ այդ մեկ ամենակարևորը իսկ Ադրբեջանի համար իսկապես քրիզիս է ես երբ այս ինչ որ լա ես գիտեմ որ Թուրքիան մեծ ճնշում կփանեցեն Ադրբեջանի վրա Ամերիկայի ջամփով այս մեկ ես վաղուց սերեմ իջադախ Թուրքամետ կանվանայի մարտիկ բայց այդպես չէ իրականությունները մենք չենք կնալ խուսափել Նարեկ ջան տեսեք երբ որ Ուիսկով եկավ Բաքու հաստատ ճշմարտ դակ դրավ Ադրբեջանի նախագահ Էրդողան պանին Ալիևին մենք չմոռնանք ես շատ կհետևím Հաջիևը Ամիջապես թրիչ կդարեց գնաց Թել Ավիվ Մարտի 5-ին մենք Նետանյահուի խոսքը չենք մոռնալ լսեցի ես քնիսետի մեջ գսեր պետք է երիակ Թաշինք գնկվի շատ արագ ձևով Իսրայել, Ամերիկա եւ Ադրբեջանի միջեւ երկրորդը Financial Times-ի մեջ հրյա
քրիչներ մեծ հոդվածներ գրեցին 4-րդը խախամները ռաբբիները երկար բարակ նամակ գրեցին Թրամփի որ դու պաշտպան է Ադրբեջանը Ադրբեջանը իսկապես ինքնին նարեկ ջան մինակ կսկա մենք տեսանք արտադարձի որ Հայաստանը հայտարարեց որ ինքը գոմնագից է վերջին 2 գետերուն բոլոր աշխարհը ողջունեց բացի Պակիստանին եւ Իսրայելին Տեսեք, բայց հիմա այս նակ Ստամբուլի քաղաքապետը ինքը ինչ դիրքորոշում ունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցի հետ կապված, հայոց ցեղասպանության հետ կապված Վերի վարով անշուշտ նույնն են էական հարցեր կան, բայց զրուցակիցը երբ որ կանխատեսելի է ավելի հեշտ է եւ ես գիտեմ օրինակ Բորսո հայերի դες հաջող գապվիմ Շատ ավելի հեշտ է լեզու գտնել օրինակ Իմամ Օղլուի հետ, ավելի թափանցիկ, ավելի դեմոկրատ, ավելի ուրիշին գարձիկը նկատի առնող է, այսինքն միշտ ավելի հեշտ կլա ժողովրդավարական ուժի հետ, սեղան նստել կան դե դիկտատորական Էրդողանի վեց ֆիգուրի հետ։ Անկանխատեսելի մարդ է։ Եվ փաստարդ է որ ջհեպեն միշտ թեմ էր որ Էրդողան ամենացորդ գմադագարարեր զենք Ադրբեջանի փանագին եւ թուրքական փանագ այդտեղ այդպիսի օպերացիաներում մտավ ինչպես որ Շոյգուն ասավ թուրքերը եւ ռուսերը փայլուն հաղթանակ գերդեցին Ադրբեջանի մեջ Հիմա եթե Թուրքիայում Էրդողանի իշխանության վերջը գա Իլհամ Ալիևի հետ կապված ինչ է լինելու Ադրբեջանի դիրքերը թուլանալու են չեն թուլանալու ընդհանրապես Թուրքիայի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ փոխվելու է թե ոչ Շատ կարևոր հարց է արդեն հարցին գգարձեմ ես պատասխանեցի Ադրբեջանը գծկա որ Էրդողանի դիրքերը գտույլնան անոր համար է որ ինքը բոլոր ջիկերը իքով դրած է որ Իսրայելին պատված է որով իր վերջին հենարանը վերջին հենվերու գեդի Իսրայելն է անոր համար է որ ակտիվացած է իսրայելյան մամուլը օրինակ իսրայելյան շատ կարևոր հետազոտական կենտրոնը քաղաքական ցեզեսեմ Բեգին Սեդատ կենտրոնի ուսումնասիրությունը ես գարտացի դեսե պետք է անմիջապես ռազմական թաշիկ կնքենք մենք Ադրբեջանի հետ գիտեք Իսրայելի համար շատ կարևոր է Ադրբեջանը որովհետև 40% իր ուժանյութը Բաքու Թիֆլիս Ջեյհանով գերտա Բաքու Թիֆլիս Էրզրումով գմագարարվի այդ բոլոր գազը նավթը եւ անոր դիմացը Ադրբեջանին ինքը փողա չի դա գիտեք ինչպես այսինքն տեխնիկա գուտա փողը գուտա բայց ուսումնասիրություններ կան որ մինչև 2016 6 միլիարդ դոլարի փոխանցում եղած է զենքերու 2016-ին մեջ մուտ է ինչքան զենք մատակարարված է Ադրբեջան Իսրայելեն քախնիկը բահեն գսե մինչև 15 միլիարդ դոլարի կհասնի այսինքն Իսրայելի համար Ադրբեջանը չգտնված պարտներ է պետրոլը գարնե եւ զենք կձախե իրեն անոր համար է որ ամեն ջիկ իքորդ գտնե Ադրբեջանը պաշտպանելու համար Իսրայելը եւ անշուշտ Իսրայելը Ադրբեջանը գոկտակորձ է իբր հենարան իբր անցման գետ թե բիրա մենք չմոռնանք այսինքն երբ որ Թուրքիայի մեջ իշխանապողություն տեղի ունենա եւ ցախագոմյան ուժերը կան անպայման աստելու է Ադրբեջանի գոշ դիրքորոշումներու վրա մաքսիմալիստական այլ թեմաների անդրադառնանք դուք հետևեցիք թուրքական լրատվամիջոցները ինչպես են լուսաբանել Հայաստան այցը կառավարությունը հարկատուների հաշվին լրատվամիջոցների էր հրավիրել Հայաստան եւ նրանք մի քանի թեմաներ էին լուսաբանել դուք ընդհանուր ինչ եք կարծում դրական թե բացասական էր այդ այցը Հայաստան Նախ ես գուզեմ խումբի մասին խոսել 10 օկիանոս խումբ էր տեսեք խումբի մեջ բոլոր լրատվամիջոցներն լրագրողներ կային սկսած Թուրքիայի պաշտոնական լրատվամիջոցն Անադոլիա լրատվական միջոցն որ Armen Press-ի համարժեքն է Թուրքիայի մեջ CNN Թուրքը որ իսկապես կառավարության լեզուներեն մեկն է եւ անոր թիմացը գար Սոժջուն որ հիմնական ժողովրդի հանրապետական գուսակցության փամփերն է տեսեք ասպիսի բաներ Թուրքիայի մեջ ասպիսի խումբերը բադական չեն գազմավորվել Թուրքիայի նախագահական բալադի մեջ կա հատուկ դեպարտամենտ ինֆորմացիայի դեպարտամանտն է ես կգազեմ աս անունները այդտեղեն անցած են եւ անոնց թույլտվությամբ է որ եկած են ես հետևեցա այո յուրաքանչյուր ալիքի լուսապանման հետևեցա Թուրքիայի
Ընդհանրապես դրական գնահատեին եւ իրենց համար շատ կարեւոր էր վարչապետի երկու նշումները մեկը գսե որ Թուրքիայի նորմալացման հարցը ժամանակի հարց է իսկ երկրորդը որ մեզի համար քիչ վիրավորական է գսե ցեղասպանությունը հատկան նախապայման չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունը նորմալացման համար իսկ ընդհանրապես լավ դրամատրված էին եւ եկան օրինակ թուրք լրագրողները Մարկարայի փակ սահմանի մոտ նույնիսկ հուզական բահեր ապրեցան գսեն որ ասին որ մեզ համար այդքան մոտ այդքան պատմական երկիր եւ այդքան հերոյի Հայաստանը մեզ համար այդպիսի բահեր ալգային ընդհանրապես հետո հարցումները կդարվեցավ Թուրքիայի մեջ հետևեցավ թուրք փողոցը ինչպես անդրադարձված էր ընդհանրապես դրական էին գսեին պետք է վերջո մենք առաջ նայենք հարևաններ ենք այսինքն պիտի առաջ նայենք եւ առաջ երթանք այդպես բայց ծաղրանք կար հրապարակումներում շեշտադրում որ Հայաստանը հրաժարվում է Հայաստանի իշխանությունը հրաժարվում է ցեղասպանությունից սրանք մտահոգիչ չեն 100% մտահոգիչ են իհարկե այսինքն պետք է բաց Հայաստանի դիրքորոշում արդեն շատ երկար ադենե ճիշտերը այսինքն առանց նախապայմաններու ցեղասպանությունը պայման չէ վարչապետն ասա որ խորհրդարանները փանաթևեր կընդունին բան բայց վերջը ինչ Թուրքերուն համար շատ կարևոր ամենափափուկ կետն է այդ մեկը թուրք հասարակության համար ամենափափուկ կետը այդ է որ իրենք վիրավորվին որ ցեղասպան գոչվին գսեն որ դեղահանումներ եղած են բայց մենք գիտենք որ պատմության ժամանակ համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ այդ դարաշնի վրա միան հայեր չէին որ կփնագեին այդտեղ կփնագեին քյուրդերը իսկ իրենք դիդավորյալ միան էթնիկ զդում կդարեցին հայերուն դեղահաներին եւ արդեն ինչ որ եղավ ցեղասպանություն դեղի ունեցավ Եվ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային ինչ է տեղի ունենում մենք ունենք երկու կողմերից հայտարարություն որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է ունենք Ադրբեջանի կողմից տարածված 10 հաղորդագրություն որը Հայաստանի պաշտպանության նախարարության գնահատմամբ բացառապես կեղծիք է սահմանային խախտման մասին այդ ադրբեջանական հայտարարությունները ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ խաղաղության պայմանագիրը ստորագրելու տեղն ու ժամը հստակեցնել եւ ադրբեջանական կողմի ոչ խաղաղությանը միտված գործելավոճ ընդհանուր իրավիճակը ոնց է գնահատում ինչ է տեղի ունենում Ես կգարձեմ որ Ադրբեջանը ժամանակի վրա կխաղա Ադրբեջանը փախելու դեղ չունեցեք բոլոր աշխարհը սկսած արևելքեն մինչև արևմուտք բոլորը ողջունեցին այս հայտարարությունը իսկ Ադրբեջանը պետք է մարսի այս մեկը ինքը չի մարսել որովհետև այդքան դարբերություն կա որ մեր բանակներու միջև ինքը դեռ ուժի թիրքերեն գուզե խոսիլ գուզե ապավենի Ռուսաստանին ասենք Ռուսաստանը ունից ողջունեց Չեմ դեր Ադրբեջանը ինչ որ բիդի փորձե ցկցկել բայց վերջը Գրանադայի եւ Պրահայի մեջ ինչ որ ստորացումներ կան ադոն ուժի բիդի անցնին ժամանակի հարցը ես կգարձեմ իսկ գեղեցիկներ հաշու տեսեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը այո շատ սուտ զրբարդակներ գնե որ հայկական գոմերեն գրակ փածված են գիտեք ինչ կնմանցնեմ ես շատ լավ գիշեմ երբ որ Սուրիայի մեջ հարցերը նորից սկսած էին Թուրքիան գուզեր ներ Սուրիան ներխուժել Այդ ժամանակվա արտաքին գործերու նախարարը Ահմեդ Դավուդօղլուն եւ այդ ժամանակվա հդախության ղեկավար Հական Ֆիդանը արտաքին գործերու նախարարության մեջ հանդիպում կդարեցին եւ քախնալսում եղած է սբրդած է Հական Ֆիդանը գսե որ Էրդողանին Դավուդօղլին պետք է մեկ քանի հոգի մենք ուղարկենք դեպի սուրիական կողմ 2-3 հատ հրթիռ արձակեն որ մեզի բաժարապահություն լավ որ ներս Սուրիան ներխուժենք չեմ գիտերի մամեր ես հաստատ կավդամ որ մեր բանակը մեր պաշտպանության նախարարությունը հայտարարություն կդարածե որ այդպիսի բան դեղի չի ունեցած ես կհավատամ բայց արդյոք մեր բանակի մեջ չկան այդպես պրովոկատոր սպաներ մարդիկ որ քանի $100 համար իրենց ընկերները կձախեն իրենց դիրքերը կձախեն դանիներ գուտան հնարավոր է գրակ բանան որ չեմ գիտեր այդպես ամեն ինչ հնարավոր է Արեկ ջան պրովոկատոր մենք տեսանք ինչքան ձախված սպաներ մենք ունենք բանակի մեջ 2020-ի պատերազմին Չէ, բայց դուք ես իրավիճակի մասին խոսեք, ինչու ինչ է տեղի ունենում, որ կողմերից մեկը պատրաստ է ստորագրման, մյուսը պատրաստ չէ։
ինքը ճշմանդակ է Ադրբեջանը շատ մեծ ճշմանդակ է, այսինքն վերջը պիտի ստորագրի Ադրբեջանը, հնարավորություն չկա բոլոր աշխարհի ճնշումը ինքը իր վրա գսկա։ Ես կգործեմ որ ժամանակ պիտի ցկցկի, որովհետև ինքը չի գնար այդ մեկը մարսել, հատկա մեծ հնարավորություններ ծախսած է բանակը մի քանի անգամ իր բանակային ուժը մեր բանակի մեր հնարավորությունները շատ ավելի մեծ է եւ ստիպված պիտի կա եւ ստորագրություն կդարի, ինքը դե պիտի շինձու հիբրիդային ծևերով պիտի բայկարի, սահմանությունը փոխեցեք, ասրեք, աներեք, ախպեր սահմանությունը կփոխեց, սահմանադրությունը Սուրբ Գիրք չէ կամ Աստվածաշունչ չէ, որ մենք դոգմաներ են, այսօր կփոխեց, վաղ հետ կփոխեց սահմանադրությունը։ Եվ կգործեն Ադրբեջանը ժամանակի վրա կխաղա, եւ ժամանակը վերջ է որ սպարվի, իրեն շատ մեծ ճնշման դակ պիտի ենթարկեն։ Տեսեք, Թրամփը, նախագահ Թրամփը հիմա ինչքան է գուզե որ Ռուսաստանի թիրքերը անպայման Ամերիկայի մեծանալ հարավային Կովկասի մեջ գերազե Ամերիկայի մեծանալ որ Ռուսաստանի թիրքերը թուլանան, այդ թիրքերու թուլացման հիմնական գեդը Ադրբեջանն է եւ նախագահը տեսեք եւ որ վրա ցախորդ մահափորձ տեղի ունեցավ, ինքը արդեն լրիվ հոգեբանությունը փոխված է, գսե ինձ ասված ինչ որ միսիայի համար գրգած է աշխարհի մեջ խաղաղություն մի հաստատեմ ես եւ կտեսնենք ինչպիսի մեծ ջիքերով ինգազ է չնայած ոչ մի բանի չի հաստիր, բայց կգարձեմ որ այս կետի վրա Հայաստան-Ադրբեջան այս բարդ հարաբերության մեջ ես կգարձեմ առաջինը արդյունքի պիտի հասնի, որով տեսա մենք Ղազայի մեջ այդքան արդյունավետ չէ միջոցառումները կամ ուկրաինական ջագադի վրա դեռ հստակ բան չկա, գսի որ մեկ ամսյա զինաթաթար է, բայց դեռ ոչ մեկ ռեալ բան չենք տեսնել, բայց ամենառեալ բանը որ ես կգարձեմ ամերիկյան ճշմանդակ եւ թուրքական ճշմանդակ, հիմա տեսեք Էրդողանի թիրքերը ցույցան, ասում եք Իլհամ Ալիևի համար ծերնդու բահ է, որ ցկցկե զիրպանը խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետև Թուրքիան հիմնական մեծ ջնշողներ իր վրա։ Ես կգործեմ ադիգա բաճաները մեկը միթարնա որ ցկցկվի զինա Հայաստան Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրությունը։ Իսկ հնարավոր է ամերիկյան հրամեցեք էսկալացիա հնարավոր է թե ոչ։ Եվ չեմ գազեր էսկալացիա դեղ ունենա, ասկան համաշխարհային մեծ ողջունները ոչ մեկը այսպեսի հիմար ռիսկի չի դիմեր։ Էսկալացիան ես կգործեմ բացառված է, հնարավոր է փոքրիկ փախումներ դեղ ունենան սահմանակզի վրա եւ գիտեք դիտորդները քաղաքացիական դիտորդները եվրոպական իսկապես զսպող օղակ են այնտեղ եւ չեմ գարձել ոչ մեկ էսկալացիա դեղ ունենա։ Հնարավոր է փոքրիկ փախումներ, փոքր սահմանապար մագարտակով եւ արդեն մենք սահմանակզման հանձնաժողովները կան, արդեն շուտով հուսամ գործերը կանցնին եւ ամեն մեկ սահմանազատված դերեն դուրս կան որոշ ուժեր։ Այսինքն երրորդ ուժերը ես կգործեմ այնտեղ ով գա երրորդ ուժ, հիմնական ուժը Ռուսաստանն է։ Քաղաքացիական այդ դիտորդները ուժ չեն այդտեղ, զինվորական ուժ չեն այդ մարդիկ։ Հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Գերմանիայի իր բազաներից ռազմատեխնիկա տեղափոխել Հայաստան համատեղ զորավարժությունների անցկացնելու համար։ Այսօր այս թեմային անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ նշել է, որ եթե այդ տեղեկությունները հաստատվի, ապա այն կդառնա հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապակայունացնող գործոն։ Ըստ ձեզ ինչու է Զախարովան կարծում, որ ամերիկյան զենքերը, որոնք զորավարժության նպատակով են բերվում Հայաստան, իրավիճակը ապակայունացնելու են։ Օրինակ Զախարովան ինչու այդպիսի մտահոգություն չհայտնեց, որ թուրքական բանակ իր բոլոր օտանավներով, բոլոր օտուժով լեցվեցավ Ադրբեջան։ Այսինքն այս վերջին հաշվով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք է, որը հետ ուզի Հայաստանի Հանրապետությունը զինավարժություններ կգադարի, անշուշտ Ռուսաստանը գսկա իր թիրքերու թուլացումը, ադե, այդքան է պետք է մենք արժեք չդանք, ինչ կսե Զախարովան, ինչ չսեր, գիտեք Զախարովան արդու գարտոնապամը գսե, երկունը Լավրովը պամը գսե, այսինքն Ռուսաստանը ինքնա գսկա որ կվերջանա իր թիրքերը կթույլան հարավային Կովկասի մեջ, ինչպես որ Սիրիայի մեջ թույլցան, նույնը հարավային Կովկասի մեջ է։ Անորոմարար գխոսի այդքան էր մենք չեմ ուզեր ես մեկնաբանել Զախարովայի խոսքերուն։ Ես մենք կնայինք դա ասված որ շատ արագ ցեվով մենք ունենք ռազմավարական թաշինք Ամերիկայի հետ, կարելի է ըստեղ Զախարովային այդ փողերը որ դուք ստացաք ինչու դիմացը զինամթերք չղրգեցիք Հայաստանին։ Եվ այսօր համար կարելի է նույնիսկ Ռուսաստանի տեսփան հրավիրել արտաքին գործերի նախարարություն նոտա դալ։
Բայց այնուհանդերձ Ռուսաստանի մտահոգությունը ինչով է պայմանավորված։ Որովհետև Ռուսաստանը գսկա որ իր թիրքերը գտուլան հարավային Կովկասի մեջ իր միակ հիմնական շնչողները մեկն է։ Գիտեք հիմա այդքան կարևոր է որ հարավային Կովկասի բոլոր այս Միջին Ասիայի ներկայացվող ճանապարհները թեպի Եվրոպա այսօր մենք գիտենք որ Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները անխուսափելիորեն վերջը պիտի ինչ որ պայմանավորվածություններ տեղի ունենան եւ Իրանը պիտի շատ զորավոր ձևով մտնի շուգաներ գազի իր մեծ բաշարներով բան Աբակայի համար է շատ արագ կդերվող process-ներ չեն Ռուսաստանը գիտե ասում է ինչպեսի մեծ բլոկադայի պիտի ենթարկվի Ռուսաստանը անոր համար է որ միշտ ինքը հարավային Կովկասը Միչանսկը ամբողջ օրը Միչանսկի մասին կմտածեն որովհետև գիտեն երբ որ խաղաղություն դիրի հարավային Կովկասի մեջ անպայման այդտեղ եվրոպական երկիրներու Ամերիկայի Միացյալ Նահանգներու զարրագշիր ուժը պիտի բազմապատկվի եւ ինքը այլևս հնարավորություն մի չունեն այդտեղ խաղեր կատարելու Եվ ինչ է կարծում այս Թրամփ-Պուտին հեռախոսազրույցները արդյոք Վլադիմիր Պուտինի վիճակը լավացնելու են, այսինքն նա կարողանալու է հետխորհրդային տարածքներում էլի իր իշխանությունը վերահաստատել, թե ոչ։ Ես կգարձեմ ոչ մի բան չի գարնանում, որ Ռուսաստանը ինքը դնդեսավես հնարավորությունները չունի, տեսեք Եվրոպան Օրինակ 3 կամ արդյոք օրեր եվրոպական ղեկավարները 450 միլիարդ դոլարանոց փաթեթ անցկացուցին, որը 200 միլիարդ դոլարը պաշտպանողական է։ Չեմ կարծել, որ Պուտինը այդպիսի հիմար քայլերու թիմավորով ինքը նույնիսկ իր հողերը գործընծուց, Կուրսկը գործընծուց, ինչպես կարելի է լման ուկրաինյան քրավերը եւ անստի թափանցի դեպի Եվրոպա։ Եվ կգործեմ, որ ոչ մի բան չի լալու եւ բادرազմը Ուկրաինայի մեջ շարունակվելու է։ Այսինքն ես չեմ ոչ մեկ զինատատար հնարավոր է մեկ ամսյա զինատատարը լա իր խախտումներով, բայց բادرազմը դեռ վերջ չունի, որովհետեւ այդտեղ շատ չհակրկիր գողմեր կան։ Առաջինը Անգլիան է, Ֆրանսիան է եւ քայլ առ քայլ դեսեք Եվրոպան իր բանակը կգազմե եւ ես գեհդավի թուրքական մամուլը շատ խանդավառված է, շատ կարիշխանաբես մամուլը գսեր որ դեսեք մեզի հիմնական արիթ եկավ այսօր մենք վաղը Եվրոպայի դերը դառնալու է մեր բանակը Իսկ եվրոպական երկիրները հիմար չեն, որ ամերիկյան մանդատի դագեն դուրս գալով իրենց դրամներով իրենց ապահովությունը Թուրքիայում հասնեն։ Շնորհակալություն, պարոն Ալվանդ, հարցազրույցի համար։